Վերջին շրջանում ականատես ենք լինում, որ հիմնականում ձերբակալվում են ընդդիմադիր գործիչներ, ինչով է այն պայմանավորված ձեզ։ Պայմանավորված է թույլ ժողովրդի մեջ վստահություն չունեցող իշխանությունը այդպես ամրացնելու, ուժեղացնելու, կայունացնելու, անվտանգ դարձնելու համար։ Ըստ ձեզ այսօրվա դատարաններով ազատ են իրենց որոշումներում, թե կատարում են քաղաքական պատվեր։ Դատարանները կատարում են պատվեր, դա հայկական հիվանդություն է եղել, դա մի քիչ արմատներ ունեն պատմական։ Մեր դատարանները ոչ մի անգամ արդար չեն եղել, հիվանդություն է պատմական։ Մենք պիտի Ռուսիայի հետ լինենք եղբոր նման, մենք պիտի շահագրգռված լինենք Ռուսիայի հետ լինել եղբոր նման։ Առանց նրան Անդրկովկասում մենք մեր վիճակը լավ չի լինել, պատմությունն է, դա պատմությունն է ապացուցել։ Մեր գլխավոր եղբայրը ռուսն է, նորից ասեմ, ռուսն է։ Ինչու միայն ընդդիմադիր գործիչները։ Դե իրանց աղբերներին հոչ ձեռներին չեն տալու, պետք է դառնան ընդդիմադիրներից։ Իսկ ինչպես եք վերաբերվում այսօրվա դատական համակարգի որոշումներին։ Շատ վատ։ Այսինքն կատարում են քաղաքական պատվեր։ Ցավը տան ոչ ընդդիմանությունն է մի բան, ոչ էլ մնացածը, ոչ մենք իր տեղում չի։ Այդ դրա համար այսօր է այս Հայաստանը։ Իսկ ինչ կարծիք ունեք ընդդիմության մանդատները վերցնելուն, որ հիմա ձևավորման ազգային։ Ես քաղաքականությունից հեռու եմ, բայց մի բան կարամ ասեմ, որ մենակ խոսալով չի։ Մարդ գործով ցույց տա իր արածը։ Թե չէ խոսալու սարն է խոսում, մայրը կճղում է, բայց ումնա պետք։ Գործ չկա, թեմա չկա։ Արդյունք չկա, զրո է։ Սա շուտմանից էր ծրագրավորված։ Ուղղակի հիմա է պահա, որ այդպես կանանա ուրեմն։ Ըստ էս այսօրվա քաղաքական գործերն ու ձերբակալությունները հանրությանը ավելի շատ պարապտում են, թե ընդհակառակը։ Ընդդիմությունը միշտ պատրաստ է պայքարելու, բայց ներքին ուժերը չեն թողնում։ Իսկ ինչ կարծիք ունեք քաղաքական բան։ Ժողովուրդը համախմբված չի։ Խեղճ մարդն 70 տարեկան վեկալանտավին ասφալի ամոթ չի, կարեն հանգիստ ձևի կանչի։ Իսկ ձեր կարծիքով այսօրվա դատարանները ազատ են իրենց որոշումներում, Չէ, դեպա դատարան ազատ եղել։ Ամեն պես։ Որ թվից սովետի վախտանացել դատարանները միշտ էլ մեկի ձեռի տակ աշխատել են, էլի։ Ոչ մի անգամ էլ դատարանը ազատ չի եղել։ Իսկ այսօրվա ձերբակալությունները ավելի շատ հասարակությանը պարապտում են, թե լրացնում են։ Դե ոնց ասեմ։ Հասարակությունը կեսը հասկանում է, կեսը չի հասկանում։ Որ չի հասկանում, հետո կհասկանա երևի։ Հետո։ Ռոբերտ Քոչարյանին առաջնորդ համարում եք ընդդիմության։ Չէ, Ինչու։ ինչ առաջնորդ Ռոբերտ Քոչարյանից։ Ռոբերտ Քոչարյանը լավ, կարող ասենք, հողը, ստեյց ընդեյց թալանի բանանի։ Ինչ առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Առաջնորդներ են, գլխից այն վաղ իր հայրենիքը կճանաչեր, այս օրն էլ չէինք հասնի։